Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով դեպի նոր աշխարհակարգ թեմայով համաժողովում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։ Ալիևի խոսքով, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա դա կարող է համագործակցության մեկնարկի համար ազդանշան լինել։ Հայաստանի հետ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է, իսկ արագ բարեկամանալն անիրատեսական, սակայն առաջին քայլերը հնարավոր է անել, նշել է Ալիևը։ Նա հայտնել է, որ վրացական կողմը մի քանի նախաձեռնություն է առաջարկել, որոնց Բաքուն դրական է արձագանքել եւ այժմ սպասում են Երևանի պատասխանին։ Խոսքը լրագրողների փոխայցելությունների եւ անդրսահմանյան գետերի հարցով համատեղ քննարկումների մասին է, նշել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը հայտարարել է նաեւ, որ Բաքուն չի կատարի մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները։ Նա բացատրել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։ Եթե պատվիրակությունը չմասնակցի վեհաժողովի նիստերին եւ չկարողանա քվեարկել մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այս դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայների իրավունքից, հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը համաժողովի ընթացքում անդրադարձել է նաև Իրանի հետ Բաքվի հարաբերություններին։ Խոսելով Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացրած զինված հարձակման մասին, Ալիևը նշել է, որ Բաքուն չի մոռանում ողբերգական իրադարձությունը։ Մեր երկրների միջև հարաբերությունները լիովին կարգավորելու համար անհրաժեշտ է, որ այդ ահաբեկիչը եւ նրա թիկունքում կանգնածները պատասխանատվության ենթարկվեն եւ պատժվեն։ Ալիևը նաեւ հայտնել է, որ այս ամիս նախատեսվում է Իրանի նախագահի այցն Ադրբեջան, ինչը կարևոր է երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանի զարգացման տեսանկյունից։ Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների, այդ թվում Իրանի հետ։ Թեհրանի հետ ունենք տրանսպորտային եւ տնտեսական լավ օրակարգ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թույլատման ուղղությամբ, խուսափել իրավիճակի սրմանն ուղղված ցանկացած գործողությունից։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով սահմանային իրավիճակի մասին երկու երկրի պաշտպանության նախարարությունների հայտարարությունները։ Մենք հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական դիվանագիտական ճանապարհով, նշել է Զախարովան։ Մոսկվան պատրաստ է գործընկերներին աջակցություն ցուցաբերել մնացած հակասությունների հաղթահարման հարցում, խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման, հումանիտար հարցերի լուծման հարցում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրին համապատասխան։ Արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ Ռուսաստանն ակնկալում է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ մինչև 2025 թվականի մայիսը։ Համոզված ենք, որ ռազմավարական կարևոր տարածաշրջանում Հայաստանի հարավում Ռուսաստանի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին, ասել է Զախարովան։ Նրա խոսքով Սյունիքում երկկողմ տնտեսական օրակարգի առաջմղումը ԵԱՏՄ ձևաչափով ավելի կարևոր է դառնում, հաշվի առնելով Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այդ ամենը կդառնա Սյունիքի մարզի անվտանգ եւ խաղաղ զարգացման հուսալի երաշխիք, ասել է Զախարովան։ Ապրիլի 10-ից Չինաստանը կբարձրացնի Միացյալ Նահանգներից ներմուծվող բոլոր ապրանքների մաքսատուրքերը 34%-ից մինչև 84%, ի պատասխան չինական ապրանքների համար 104%-ի չափով մաքսատուրքեր գանձելու Վաշինգտոնի որոշման, հայտարարել են Պետխորհրդի մաքսային սակագների հանձնաժողովից։ Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի բարձրացումը եւս մեկ սխալ է, որը ոտնահարում է Չինաստանի օրինական իրավունքները եւ շահերը եւ էապես վնասում բազմակողմ առևտրային համակարգին։ ԱՄՆ ֆինանսների նախարարն ափսոսանք է հայտնել, որ Չինաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու փոխարեն ամերիկյան ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%։ Ավելի վաղ ելույթ ունենալով Հանրապետական ազգային կոմիտեի համար դրամահավաքի միջոցառմանը, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Չինաստանը ցանկանում է առևտրային գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ։ Կարծում եմ, որ ինչ-որ պահի նրանք գործարք կկնքեն։ Նրանք ցանկանում են դա անել, պարզապես չգիտեն, թե ինչպես սկսել, քանի որ շատ հպարտ են, ընդգծել էր Թրամփը։
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել հակաքայլերին, այդ կերպ պատասխանելով ալյումինի և պողպատի ներմուծման վրա Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի սահմանմանը, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Լրացուցիչ սակագները ուժի մեջ կմտնեն ապրիլի 15-ից, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ամերիկյան ապրանքների համար նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն մայիսի 15-ից, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը կսահմանվեն հավելյալ մաքսատուրքեր։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Բրյուսելը ցանկանում է բանակցել Վաշինգտոնի հետ մաքսատուրքերի հարցի շուրջ, սակայն պատրաստում է նաև հակաքայլեր անհաջողության դեպքում։ Ռուսաստանը Ստամբուլում Միացյալ Նահանգների հետ հանդիպմանը կբարձրացնի դիվանագիտական գույքը վերադարձնելու հարցը, հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ Մենք հավատարիմ ենք լրջագույն քննարկմանը ռուսական կողմին ապօրինի բռնագրավված դիվանագիտական գույքը վերադարձնելու վերաբերյալ, ինչն առանցքային նշանակություն ունի երկկողմ հարաբերությունները նորմալ վիճակի վերադարձնելու համար, ասել է դիվանագետը։ Նրա խոսքով կողմերը կքննարկեն նաև երկրների միջև ուղիղ ավիափոխադրումների վերականգնման հարցը։ Դիվանագետը նշել է, որ Բայդենի օրոք Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները գտնվում էին փլուզման եզրին և հեշտ չի լինի քանդել այդ ամուր հանգույցը։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները վաղը Ստամբուլում կքննարկեն երկու երկրի դիվանագիտական առաքելությունների աշխատանքը։ Հանդիպման օրակարգում ներառված չեն քաղաքականության, անվտանգության և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Ճեպազրույցում ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը հայտարարել էր, որ բանակցությունները նվիրված են բացառապես երկու երկրի դեսպանատների աշխատանքին։ Մերի Ներսիսյան, լուրեր։